Տատ, չմոռանաս հյութը։ Թորնիկն է հերթական անգամ խնդրել տատիկին խանութ գնալուց առաջ։ Արևտրի տոպրակում տեղ գտած Անի պրոդուկտի ջուսինատներն այդ անգամ միկրոալիքային վառարան շահելու հնարավորություն տվեցին ընտանիքին։ Տատ, մեր առած սոգիցեք շահը, ինչ լավ է տես, շատ լավ է երեխաներ ջան։ Խմեք, տատիկն է թող ուրախանա ձեզ հետ միասին։ Անի պրոդուկտը ջուսինատ ապրանքանիշով խաղարկության առաջին փուլն է ամփոփել։ 7 հաղթող ստացել է հեռուստացույց, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան եւ մի շարք այլ կենցաղային տեխնիկա։ Խաղարկության հաղթողներից Էրիկը մայրիկի հետ Տավուշ գյուղից է Երևան եկել պլանշետի հետևից։ Ջուսինատի շոկերը շատ լավ շոկեր է։ Ես որ գնեցի այդ շոկերը, տեսամ թղթի վրա ինչ որ կոդեր, հետաքրքրվեցի ու պարզեցի, որ դա խաղարկություն է ու ակտիվացրեցի կոդերը ու պլանշետ շահեցի։ Սա Էրիկի առաջին պլանշետն է։ Ուրախ է, գյուղում այն երեխաներից է, որ վերջապես պլանշետ կունենա։ Առաջին շահումից ոգևորված Արզումանյանների ընտանիքը շարունակում է մասնակցել խաղարկությանը։ Այս անգամ քույրիկն է խաղում, տեսնենք բախտը ոնց է, կշահենք թե չէ։ Խաղարկությանը մասնակցելու պայմանները փոքրինչ բարդացված են արդարությունը ապահովելու համար։ Քայլերի հերթականությունը պատմում է Լուսինե Մանուկյանը։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լիմոնադի խցանի վրա փակցված կոդը ուղարկել եւ սպասել մասնագետի հաստատմանը։ Հաստատումից հետո ուղիղ եթերի շրջանակներում պատահականության սկզբունքով ընտրվում են հաղթող կոդերը եւ շահում են բազմատեսակ նվերներ։ Խաղարկության մասնակիցները պետք է պահպանեն լիմոնադների խցանները։ Սա կարևոր պահանջներից է։ Խաղարկությունը 3 փուլ է ունենալու։ Վերջին փուլն ավարտվելու է հատուկ անակնկալով։ Հավատարիմ դարձած հաճախորդներին շտապում են տեղեկացնել Անի պրոդուկտից։ Հետևեք մեզ ու եղեք անակնկալների շահողը։ Այս խաղարկությունն արտադրողի եւ սպառողի միջև ուղիղ կապ ապահովելուց բացի շնորհակալության ձև է։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։